Իրանի պետական լրատվական գործակալության հաղորդմամբ ԱՄՆ-ի եւ Իսրայելի օդային հարվածների հետևանքով Իրանի տարբեր շրջաններում բնակելի շենքեր եւ հանրային կառույցներ են փլուզվել։ Մասնավորապես թիրախավորվել է Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցը։ Փոխնահանգապետը հաստատել է ողբերգական միջադեպը, որին զոհ է գնացել վերջին տեղեկություններով 40 աշակերտուհի։ Զուգահեռաբար հաղորդվում է մայրաքաղաք Թեհրանում մի քանի շենքերի, այդ թվում եւս մեկ դպրոցի փլուզման մասին, հայտնել է ԻՍՆԱ-ն։ Իսրայելա-ամերիկյան հարվածների ֆոնին Իրանի ազգային անվտանգության խորհուրդը կոչ է արել քաղաքացիներին լքել մայրաքաղաք Թեհրանը։ Իրանը լայնամասշտաբ հրթիռային հարվածներ է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների եւ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Իրանական Ֆարս գործակալության փոխանցմամբ թիրախավորվել են ԱՄՆ-ի 4 հիմնական ռազմակայանները՝ Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Բահրեյնում։ Տեղեկություններ կան նաեւ, որ Թեհրանը հրթիռներ է արձակել նաեւ ԱՄՆ ռազմածովային ուժերի Աբրահամ Լինկոլն միջուկային ավիակիրի ուղղությամբ։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ցանկացած երկրի ռազմաբազա, որը օգնություն ցուցաբերի Իսրայելին, կդառնա Իսլամական Հանրապետության հարվածների թիրախը։ Պայթունների աշխարհագրությունն ընդգրկում է գրեթե ողջ Պարսից ծոցը։ Հարվածներ են գրանցվել Դուբայում եւ Աբու Դաբիում, որտեղ ըստ պաշտոնական տվյալների արդեն կա առնվազն 1 զոհ։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները, այդ թվում Reuters-ը, հաստատում են նաեւ պայթուններ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում եւ Հորդանանի մայրաքաղաքում։ Ի պատասխան իրանական գործողությունների, Իսրայելը սկսել է 70,000 պայեստազորայինների զորակոչ։ Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու մոտ եւս պայթուններ են եղել։ Վնասների մասին դեռ տեղեկություն չկա։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ մեջբերում զինված ուժերը լիովին պատրաստ են ստիպել ագրեսորներին զղջալ գործողությունների համար։ Միևնույն ժամանակ կոչ արել ՄԱԿ-ի անդամ երկրներին դատապարտել ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողությունները։ Հայտարարությունում նշվում է, որ հարվածներն ուղղված են եղել ռազմական եւ քաղաքացիական օբյեկտներին, մեջբերում կոպտորեն խախտելով երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մեջբերման ավարտը։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրենց ռազմաօդային ուժերը լայնածավալ ավիահարվածներ են հասցնում Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին։ Երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին վերջինիս պատմական առաջնորդության եւ ռազմագործողության ընթացքում համագործակցության համար։ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Իրանում եւ Իսրայելում գտնվող մեր քաղաքացիներին գերատեսչությունը հորդորել է պահպանել անվտանգության կանոնները եւ հետևել պաշտոնական ցուցումներին։ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը դատապարտել է իրանական հարվածները։ Մեջբերում զգուշացնում ենք, որ Բահրեյնի, Հորդանանի, Միացյալ Արաբական Էմիրությունների եւ Կատարի ինքնիշխանության ակնհայտ խախտումը կունենա վտանգավոր հետևանքներ։ Մեջբերում զգուշացնում ենք, որ Բահրեյնի, Հորդանանի, Միացյալ Արաբական Էմիրությունների եւ Կատարի ինքնիշխանության ակնհայտ խախտումը կունենան վտանգավոր հետևանքներ։ Մեջբերման ավարտը։ Զուգահեռ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում արձագանքել Իրանի հարձակմանը։ Այս ընթացքում մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին հորդորել են լքել Իրանը։ Ռուսաստանը Իրանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել Աստարայով անցնել Ադրբեջան եւ Նուրդուս կամ Ագարակ անցակետով դեպի Հայաստան։ Եվրոպական միության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները որակել է վտանգավոր։ Պաշտոնյան կոչ է արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանը, նշելով, որ տարածաշրջանի երկրների հետ ձեռնարկում են համապատասխան քայլեր հակամարտության դիվանագիտական լուծման համար։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան համատեղ հայտարարության մեջ նշել են, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Եվրամիությունը լայնածավալ պատժամիջոցներ է ընդունել ընդդեմ Իրանի ներկայիս ռեժիմի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունների։ Դոնալդ Թրամփը հաստատել է ԱՄՆ-ի անմիջական մասնակցությունը ռազմական գործողությանը, ընդգծելով, որ նպատակ ունեն պաշտպանել Միացյալ Նահանգները, նրա զինված ուժերը, արտերկրում տեղակայված բազաները եւ դաշնակիցներին ամբողջ աշխարհում։ Թրամփի խոսքով իրենց նպատակն է մեջբերում չեզոքացնել դաժան իրանական ռեժիմի սպառնալիքը։
ԱՄՆ-ն պատրաստ է ոչնչացնել Իրանի հրթիռային ներուժը եւ հողին հավասարեցնել ռազմական արդյունաբերությունը։ Troops, our bases overseas, and our allies throughout the world. Սպիտակ տան ղեկավարը դարձյալ կրկնել է, որ Իրանը ահաբեկչության ամենամեծ հովանավորն է աշխարհում եւ երբեք միջուկային զենք չի ունենա։ Թրամփը դիմել է նաեւ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, կոչ անելով վայր դնել զենքը։ Թրամփը իր 8 րոպեանոց ուղերձում Իրանի ժողովրդին կոչ է արել մնալ տներում եւ դուրս չգալ փողոց, քանի որ ըստ նրա իրավիճակը վտանգավոր է։ Երբ մենք ավարտենք ռազմական գործողությունները, կառավարությունը կանցնի ձեր ժողովրդի ձեռքը։ Դա կլինի ձեր միակ հնարավորությունը տապալելու ռեժիմը, նշել է Թրամփը։ Դեմոնստրացիաները պետք է կրվեն։ Հարևան Իրանում պատերազմի ֆոնին Հայաստանի վարչապետը քաղաքացիական պայմանագրի անդամների հետ, այդ թվում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ մեկնել է Արմավիրի մարզ, ներկուսակցական քարոզարշավի։ Արմավիրում բնակիչներից մեկի հետ Փաշինյանը նարդի է խաղացել, մյուսների հետ բլոտ, զրուցել փողոցում իրեն մոտեցող քաղաքացիների հետ։ Մարտի 15-16 տարին իմ տղայի սպանության կլրանա, որ քարի տեմ իմ գլուխը։ Հիմա ասենք ինչ անենք մենք, ինչ անենք։ Ղազախստանի Ակմոլայի մարզի Շուչինսկ քաղաքի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ։ Փրկարարների տվյալներով պայթյունը տեղի ունեցել 5 հարկանի շենքին կից սրճարանում, որին հաջորդել է հրդեհը։ Հրդեհը մարվել է, փլատակները մաքրվել են։ Հրշեջներն այրվող շենքից դուրս են բերել 8 գազի բալոն, հայտնել է Ղազախստանի փրկարար ծառայությունը։ Տեղի իշխանությունների տվյալներով վիրավորվել է 26 մարդ։ Նրանցից 13-ը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։ Բոլիվիական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Լապասի մոտակայքում վայրեջքի փորձի ժամանակ։ Տեղական ավիացիոն վարչության տվյալներով ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց եւ կորցրել կառավարումը։ Ինքնաթիռի բեկորները հարվածել են այդ պահին մայրուղով երթևեկող մեքենաներին։ Փրկարարները հայտնել են, որ վթարի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, այդ թվում ինքնաթիռի անձնակազմը եւ մեքենաներում գտնվողները։ Ինքնաթիռը տեղական կենտրոնական բանկից Լապաս էր տեղափոխում նոր թղթադրամներ եւ վթարից հետո թղթադրամները ցրվել են ամբողջ տարածքում։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ մեծ ամբոխը փորձել է հավաքել թափված թղթադրամները, ոստիկանությունը ստիպված կիրառել է արցունքաբեր գազ նրանց ցրելու համար։ Ավելի ուշ Բոլիվիայի կենտրոնական բանկի ղեկավար Դավիդ Էսպինոսան հայտարարել է, որ ինքնաթիռում գտնվող թղթադրամներն այլևս անբավեր են եւ չեն ընդունվի վճարման համար։